ահա որ վախեցած եմ ու ձեռքերս ահա որ դողում են։ Մոտ մի 10 րոպե առաջ ինձ զանգեց առաքիչը ու ասաց, որ ես փաթեթ ունեմ, բայց ես ոչ մի բան չեմ պատվիրել ու ոչինչ չէի սպասում։ Այստեղ տուփի վրա ոչինչ գրված չի, ինչպես տեսնում եք, ոչ հասցե, ոչ անուն։ Առաքիչը միայն նշեց, որ Գերմանիայից է, ու էլ իմ ոչ մի հարցի չէր պատասխանում, տվեց ու գնաց։ Բայց դա չի ամենավախենալուն։ Ամենավախենալուն այն է, թե ինչ կա այս տուփի մեջ։ Այսա խոստովանեք, ով է սա ուղարկել ու ինչա ինձնից ուզում։ Հենց տեսա այս գրվածքը, կերթե կարող ես, միանգամից միացրել եմ տեսախցիկը, որ դուք լինեք ինձ հետ, որովհետև դուք ինձ ուժ եք տալիս։ Ինչպես հասկացաք, այստեղ գերմանական կոնֆետներ են, ձեզ սպասվում է տարօրինակ փորձարկում, մի տեսակ վախենում եմ, որովհետև չգիտեմ ինչ կա այստեղ ու ով է ինձ ուղարկել։ Ես Շողիկն եմ, դու դիտում ես Շոկ բլոգը, գնացինք։ Խոստանում եմ ձեզ, որ շատ հետաքրքիր է լինելու։ Եկեք մեկը միշտ որոշենք այս պահը ու անցնենք առաջ։ Աչքերս փակած ընտրեմ միշտ, թե բաց աչքերով նայեմ ու ընտրեմ, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում այդ մասին, որ իմանամ, բայց այսօր եկեք աչքերս փակ ընտրեմ, ավելի քիչ կվախենամ այդպես երևի։ Այն մարդը, ով որ ուղարկել է ինձ սա, ինձ շատ լավ է ճանաչում ու նայում է իմ բոլոր վիդեոները, որովհետև վիդեոներից մեկում փորձել եմ այս անհամ թուղթը, եթե տեսել ես այդ վիդեոն, գրիր մեկնաբանություններում, լինկը կթողնեմ այնտեղ։ Ահա որ էր, զզվելի էր, համեղ չէր, բայց եկեք շանս տանք եւս մեկ անգամ սրան։ Լրիվ նույնն են, թղթի այդ կարտոնկայի հոտ է գալիս, հուսով եմ համը գոնե մի քիչ լավը կլինի։ Եթե անկեղծ լինեմ, այս անգամվանը գոնե ինչ-որ համ ուներ, հապալասի ու հատապտուղների շատ թեթև, այսպես պոնային համը գալիս է, բայց ինքը էլի շատ վատն է, կպնում է բերանի այդ վերևի հատվածին ու շատ տհաճ է այն ուտել, ոնց որ, չգիտեմ, փայտի պանյարկայի կտոր ուտես։ Անձամբ ես հաստատ սրանից չէի գնի 10-ից 3 միավոր միայն նրա համար, որ թեթև հապալասի համ է գալիս։ Այստեղ նշված է, որ կոլայի համով է, դա արդեն լավ է, գամ երևի ծամոն է, popping candy, բայց նշված է, որ կոնֆետ է։ Երևի նրանցից է, որ բերանի մեջ լեզվի վրա ճտճտում են, հուսով եմ դրանցից կլինի, ինչ-որ արտասովոր բան չի լինի։ Մեջը 4 այսպիսի տուփ էր, երկուսի վրա կոկա-կոլա էր նկարված, մյուս երկուսի վրա հատապտուղներ և մրգեր են, երևի համերը տարբեր կլինեն, կփորձենք սա էլ։ Ընթացքում այս միկրոֆոնիս միջոցով ASMR կանեմ, որպեսզի դուք էլ լսեք այդ ճտճտոցը։ Սկսենք հատապտուղներից։ Հոտը խիմոզնի բաբլ գամի հոտ է, երևի պետքա սա լցնեմ բերանս։ Փորձեմ նկարագրել, թե ինչի էր նման։ Առաջին պահին, որ լցրեցի այս փոշին բերանս, բավական հաճելի էր, երբ որ բերանի մեջ ճտճտում էր ու բաբլ գամի նուրբ համ էր գալիս։ Բայց հետո, երբ որ այդ ճտճտիկները վերջացան,
շատ տհաճ ծամոներ, փոքր ժամանակ հիշում եմ այդպիսի ծամոններ կային, որոնք մի քանի վայրկյան ծամելուց հետո բզորվում էին ու տհաճ դառը համ էին ունենում։ Այ այդպիսի ծամոն էր դառնում բերանի մեջ ու շատ տհաճ էր։ Դառը սրտխառնոց առաջացնելու չափ շատ վատն էր։ Հիմա կասկածում եմ, արդյոք արժի այս Coca-Cola-ով տարբերակը փորձել, թե չէ, բայց եկեք ամենայն դեպս փորձեմ։ ASMR Սկզբում սրա համը ինձ ավելի դուր եկավ, Coca-Cola-ի համը զգացվում էր, շատ լավն էր, մինչև որ չեկավ այդ ծամոնի պահը, որ էլի շատ տհաճ էր։ Դրա համար կգնահատեմ երևի 10-ից 4 միավոր, որովհետև սկզբնական մասում լավն էր, հետո գնալով շատ վատն էր դառնում։ Freaky Roll, ինչ-որ պարանա, վրան երևի կոնֆետներ են, հուսով եմ կոնֆետներ են, որովհետև թե նախորդը, թե դրանից առաջ եղած կոնֆետները ընդհանրապես համեղ չէին։ Հոտը լավն է, բավականին լավն է, ու դա ինձ վախեցնում է, որովհետև հոտը ինչքան լավն է լինում, համը այդքան վատն է լինում։ Թե ինչ, եկեք փորձենք։ Իհարկե համը մի քիչ քիմիական է, բայց համեմատած մնացածի շատ լավն է։ Ատամների տակ այս կլոր բաները շատ հավես խրթխրթում են, չեմ կարող ինչ-որ բանի նմանացնել։ Եթե փորձել եք այս կոնֆետից, գրեք մեկնաբանություններում, թե ինչի եք դուք նմանացնում։ Երբ որ փոքր էինք, 50 դրամով կարծեմ վաճառում էին պարկեր էին փոքր, մեջը տարբեր գույնզգույն այսպիսի շարիկներ էին, թափանցիկ տուփի մեջ վաճառվում էին, դրանց շատ նման։ Եկեք գնահատենք 10-ից 6 միավոր։ Աչքերեն ու մեջից այսպիսի ջեմի նման բան պետք է դուրս գա։ Ես միշտ երազել եմ կապույտ աչքեր ունենամ, տեսնեմ կապույտ կա։ Ինչ գույն ունեն քո աչքերը, գրիր մեկնաբանություններում։ Մշականակագույն, բայց արդեն կապույտ։ Եկեք հենց այս կապույտն էլ փորձենք։ Օ, շատ պինդա, չեմ կարողանում գծել։ Համեղ էր, այդտեղից սկսենք, մի քիչ շատ քաղցր էր ինձ համար, բայց վատը չէր, մեջը երևի ավելի շատ մալինայի կամ ելակի մուրաբայի նման ինչ-որ բաներ, ուղղակի այնքան քաղցր էր, որ ես չէի զգում, չէի կարողանում տարբերել դա մալինայա թե ելակա, երևի 10-ից 7 միավոր, սրանք կպահեմ, հետո անպայման կծամեմ, ուղղակի միակ խնդիրն այն էր, որ շատ երկար է պետք ծամել, որովհետև բավականին չոր են։ Մնաց ընդամենը 3 կոնֆետ, սա եւ իհարկե սա, որից ես իսկապես վախենում եմ։ Իսկ թվում է սա ահա որ թթույա լինելու, դրա համար սովորության համաձայն սա կթողնենք ամենավերջում, իսկ այս երկուսը կփորձենք հիմա։ Իսկ թվում է այս վիդեոն այսպես պետք է սկսեի, այսօր շողիկը փորձարկելու է ոտնաթաթեր ու չէի խափի, որովհետև այս երկու կոնֆետներն էլ ոտնաթաթի տեսքով են։ Սա Չուպա Չուպսինն է, սա մեկ այլ ֆիրմայի, հիմա միասին կբացենք, եկեք սկսենք Չուպա Չուպսից։ Ինչ cute է։ Ես սիրում եմ այսպիսի տարօրինակ բաներ։ Հոտը անուշ է, համը ելակի, գրված է, որ պետք է այն լպստել, թաթախել այս փոշու մեջ ու նորից լպստել։ Ինչ որ արտասովոր համ չունի։ Դրա մեջ
լիմոնի աղը, գումարած մի քիչ շաքարի փոշի ու այդ ճտճտիկներից, որ լեզվի վրա լցնում ես ու ճտճտում, հետաքրքիր համադրություն է, հա մի քիչ թթվաշ է, բայց մեկ անգամ փորձել կարելի է։ Կգնահատեմ 7.5 միավոր։ Հիմա անցնենք այս մեծ փաթեթին։ Այստեղ 5 տարբեր համեր են՝ լիմոն, նարինջ եւ ելակ։ Ինչ եք կարծում, որ մեկն եմ հիմա փորձելու, գրեք մեկնաբանություններում, իսկ ես հիմա ընտրում եմ։ Քանի որ նարինջը այստեղ մի հատ է, հենց նարինջն էլ կփորձենք։ Ճիշտ է զգուշակել։ Այս մի բոտիկը արդեն թաթախված է լիմոնի փոշու մեջ ու ինձ թվում է սա ուտելուց հետո աչքերիցս կայծեր են դուրս գալու։ Երկուսն էլ գրեթե նման են, բայց սա ես գնահատում եմ 8 միավոր։ Հիմա կասեք շողիկ, եթե իրար նման են, ինչն է այդ տարբերությունը, որ սա 8 միավոր, սա 6.5 միավոր, ասեմ։ Ի տարբերություն այս մի լոլիփոփի, սա կուզեմ ուտել վիդեոից հետո, բայց սա չեմ շարունակի հաստատ, համը ավելի բնականին մոտ է, իսկապես ոնց որ նարնջի սոկով պատրաստված լինի, ու այդ ճտճտիկները սրա վրա չկան։ Ինձ սա ավելի դուր եկավ։ Հոտը շատ վատն է։ Չեմ էլ կարող անգամ նկարագրել ինչքան վատ է։ Ահա որ էր, ու խնդիրը այն չէր, որ թթու է, այլ այն, որ համը ուղղակի զզվելի էր, ոնց որ դոշաբի, մազութի ու ինչ-որ դեղի խառնուրդ լիներ։ Պատկերացրեք ինչքան վատն էր, որ երկրորդ անգամ չեմ էլ ուզում անգամ փորձել, խորհուրդ չեմ տալիս։ Կոկա-կոլայի համը անգամ չէր զգացվում, ինչ-որ շատ վատ դեղի համ էր զգացվում, այնպես որ գնահատում եմ 10-ից ընդամենը 1 միավոր։ Ճիշտ է, չգիտեմ թե դու ով ես, բայց անչափ շնորհակալ եմ այս կոնֆետների համար, սա լրիվ նոր փորձ էր ինձ համար, ճիշտ է մի քիչ վախենալու, բայց շատ հաճելի, իսկ եթե դու էլ ես ուզում, որ ես փորձարկեմ քո ուղարկած կոնֆետները, ապա կարող ես գրել իմ ինստագրամյան էջին, ինչպես նաև դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ, թե հաջորդը ինչ վիդեոներ տեղադրեմ իմ ալիքում, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։